Հանուն Հոր և Որդու և Որդու Սրբո, ամեն։ Տեր, արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ միայն խոսքով ասա, և իմ մանուկը կբժշկվի, որտև ես էլ իշխանության տակ եմ և ինքս էլ զինվորներ ունեմ, որ իմ իշխանության տակ են, մեկին ասում եմ ծառաներ ունեմ, գնա գնում եմ, մյուսին թե արի և գալիս են։ Եվ մեր Տերը Հիսուս Քրիստոս վկայեց և ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայելի մեջ այսպիսի հավատ չգտա։ Այսպիսի ավետարանական մի փոքրիկ պատմություն է։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս պատգամավորներ է ստանում, գալիս են իր մոտ, և Տերը հարցնում են, արժանի չենք, որ մեր հարկի տակ ընկնես։ Մեր մանուկը հիվանդ է, խոսքով ասա, և քո խոսքը տարածություն ու ժամանակ չի ճանաչում, և միայն քո խոսքը բավարար է, որ իմ մանուկը բժշկվի։ Տեսեք, որքան հավատ ուներ այդ հարուրապետը, բարի առաքինի մարդ էր, ժողովարանը ինքն էր պատրաստել ժողովրդի համար, որպեսզի գային այդտեղ պաշտամունք մատուցեն, այդտեղ աղոթեին, ընթերցեին Սուրբ գրքից և բազմաթիվ բարիքներ էր գործել, և մեր Տերը, երբ լսեց հարուրապետի խոսքերն ասաց, այսպիսի հավատք չգտա Իսրայելի մեջ, դու առանց տեսնելու, առանց շոշափելու, առանց լսելու հեռվից ես հավատում։ Այսպիսի հավատք ուներ մեր նախավկա առաջին Անդրանիկ հավատացյալ թագավորը Քրիստոսի, Աբգարը։ Աբգար թագավորի տոնն է այսօր։ Սուրբ Աբգար թագավորը ապրել է Քրիստոսի օրոք։ Մի անգամ Աբգարը պատգամավորները ուղարկում Հռոմ, որովհետև այդ ամբողջ տարածքը Աբգարը թագավոր էր Եդեսիայում։ Հռոմի էր, հռոմեական կայսրությանն էր պատկանում, և պատգամավորները վերադառնալիս անցնում են Պաղեստինով, Երուսաղեմ են գնում, տեսնում են այնտեղ բազմաթիվ հրաշքներ գործող մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Իսկ Աբգարը բորոտ էր, հիվանդ էր, մաշկային հիվանդություն էր, և գալիս են ու տեղեկացնում են Աբգարին, ասում են Հրեաստանում, Պաղեստինում մի սքանչելի Աստծո որդին է հայտնվել, փրկիչն է այնտեղ, բուժում է բոլորին։ Աբգարը առանց տեսնելու հավատում է Քրիստոսին։ Ուղղակի պատգամավորների խոսքերն է լսում, Անանն էր գլխավոր պատգամավորը, և նստում է ումի նամակ է գրում, Քրիստոսի նամակ է գրում։ Այդ նամակի բովանդակությունը մեզ բերում է Մովսես Խորենացի մեր քերթողահայր պատմիչը։ Խնդրում է Քրիստոսին և ասում. Տեր, ես լսել եմ, որ հրեաները քեզ հալածում են։ Խնդրում եմ, արի Եդեսիա, իմ քաղաքը փոքր է, բայց երկուսով կթագավորենք այստեղ, որպեսզի հրեաների հալածանքներից կփրկվես։ Եվ ես էլ հիվանդ եմ, իմ հիվանդությունը կբուժես։ Քրիստոս պատասխանում է Աբգար թագավորին, Անանի միջոցով. այժմ չեմ կարող գալ։ Երանի նրանց, ովքեր չեն տեսել ու հավատում են, իրապես դու երանի մեջ ես մտնում, որտեղ դու ինձ չես տեսել և հավատում ես։ Հրեաները իմ հրաշքները տեսնում են, բայց ինձ ուզում են խաչել։ Եվ այդպես նամակ է գրում մեր Տերը Հիսուս Քրիստոս Աբգար թագավորին և ասում է. այժմ չեմ կարող գալ, բայց երբ որ իմ տնօրենությունը կատարեմ, երբ որ խաչվեմ, հարություն առնեմ, իմ աշակերտներից մեկին կուղարկեմ քեզ մոտ, Աստվածային լույսով կլուսավորի և քեզ էլ կբժշկի։ Եվ ինչպես Տերն էր ասել, իր հարությունից, համբարձումից, հոգեգալուստից հետո Թադեոս առաքյալը տարբեր վայրեր շրջագայելուց հետո գալիս հասնում է Եդեսիա,
Աբգար թագավորին է տեսնում, բժշկում է նրա հիվանդությունը, ավետարանն է քարոզում, մկրտում է հանուն հոր եւ որդվո եւ օգուի սրբով, եւ շատ-շատերին է դարձի բերում։ Ահա այս պատճառով է Աբգարը համարվում առաջին անդրանիկ Քրիստոսին հավատացող թագավորը ամբողջ աշխարհում։ Եվ Ադեին եպիսկոպոս է ձեռնադրում Սուրբ Թադեոս առաքյալը, որից հետո անցնում է Հայաստան։ Հայաստանում այդ ժամանակ թագավորում էր Սանատրուկը, Աբգարի քրոջ որդին։ Եվ երբ Թադեոս առաքյալը հեռանում է Եդեսիայից, արդեն Եդեսիայում ծաղկում էր քրիստոնյանությունը։ Մեհյանները փակվում են, եկեղեցիներ էին բարձվում, շատերը մկրտվում էին, որտեղ իրենց թագավորը հավատացել էր Քրիստոսին ու սուրբ էր։ Աբգար թագավորը մի նամակ է գրում Հռոմի Տիբերիոս կայսրին հետևյալ բովանդակությամբ. Խնդրում եմ Տիբերիոս կայսր, պատժիր հրեաներին, որ Քրիստոսին խաչեցին, պատժիր նաև Պիղատոսին, որ անարդար վճիռ կայացնեց, եւ հավատա Քրիստոսին, մկրտվեք բոլորդ եւ դարձեք Քրիստոսի հետևորդներ։ Տիբերիոս կայսրը հետևյալ կերպ է պատասխանում Աբգար թագավորի նամակին. Լսեցի քո խոսքերը, կպատժեմ հրեաներին, եւ իմ կայսրության մեջ որևէ մեկը, եթե ուզում է Քրիստոսին հավատալ եւ պաշտել, ազատ է նրան հավատալուց, բայց որևէ մեկին Քրիստոսին Աստծո որդի հռչակելու համար ես չէ որ պետք է որոշեմ, այլ ծերակույտը պետք է որոշի, սենատը պետք է որոշի, եւ այդպես Տիբերիոսը թեպետ չի հավատում Քրիստոսին, բայց թույլ է տալիս, որ քրիստոնյաները հավատան մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Տիբերիոս կայսրի նամակը դեռևս չէր հասել Աբգար թագավորին, բայց արդեն ուղարկվել էր, Աբգարը մահանում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի 50 թվականին, 38 տարի թագավորելով Եդեսիայում, եւ այդպես քրիստոնեական հավատքի հիմքն է դրվում Եդեսիայում։ Հետագայում շատ մեծ սուրբեր են լինում Սուրբ Եդեսիայում, եղել են նաև Եփրեմ խուրի ասորին, վերջին մեծագույն սուրբերից մեկը Սուրբ Եփրեմն է, որ տնօրինական վայրերում է գտնվում։ Անանը, երբ որ Տիրոջը տեսնում է, խնդրում է, որ Քրիստոսի պատկերը ունենա իր մոտ եւ փոխանցվի Աբգար թագավորին, բայց որևէ մեկը չի կարողանում Քրիստոսին պատկերել։ Այդպես է ասում ավանդությունը, եւ մեր Տերը Հիսուս Քրիստոս մի դաստառակ է վերցնում, մի կտավ եւ իր դեմքին է դնում, եւ այդպես Տիրոջ պատկերը տպվում է դաստառակի վրա, եւ այդպես Քրիստոսի պատկերով դաստառակը հայտնի էր Եդեսիա քաղաքում մինչև Մովսես խորենացու օրերը եւ համարվում է հայոց սրբություն եւ ավանդության համաձայն այսօր այդ դաստառակը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի պատկերով գտնվում է Միլան քաղաքում։ Միլանում հայկական եկեղեցի մենք ունենք եւ հենց դաստառակը Միլան քաղաքում է գտնվում եւ հայերիս է բաժին հասցալ Քրիստոսի պատկերով այս դաստառակը եւ այսօր մենք էլ պատարակ ենք մատուցում եւ խնդրում ենք, որ Սուրբ Աբգար թագավորը բարեխոսի մեզ համար, մենք էլ հավատանք Տիրոջը առանց մարմնավոր աչքերի տեսնելով, հոգու աչքերով տեսնենք եւ հավատանք Տիրոջը եւ ստանանք աստվածային օրհնություն ու բժշկություն։ Ամեն։